Հայաստանի նման առաջարկը պետական դավաճանություն է որակել ՀԱԿ փոխնախագահը։ Նրա խոսքով Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար կեղծ մեղադրանքներ է ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Կալասը նշում է, աջակցություն տրամադրել այնպես, ինչպես տրամադրել ենք Մոլդովային։ Իսկ ինչ աջակցություն է ցուցաբերել Եվրամիությունը Մոլդովային։ Եվրամիությունը Մոլդովային քաղաքական եւ դիտորդական աջակցություն է ցուցաբերել, ֆինանսական մեծ ներդրում ունեցել։ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, երկու կուսակցության ուղակի դուրս են նետել ընտրությունից, իսկ ընտրության արդյունքը որոշվել է Եվրոպական միության երկրներում ապրող մոլդովացիների աննախադեպ ակտիվ քվեարկության շնորհիվ։ Արթուր Խաչատրյանն էլ նշում է, Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է 2026-ին վերընտրվելու համար։ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մի ակնկալիք ունի՝ մնալ իշխանության եւ պատրաստ է դիմել ցանկացած մեկին, Ալիևից սկսած իդեպ։ Հիմա ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում մանավանդ Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման այս պայմաններում ակնհայտ է, որ Եվրոպական միությունը կցանկանար օգտագործել Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի համար է աջակցություն խնդրել Եվրամիությունից, նշում է Ռուբեն Ռուբինյանը։ Եվրամիության գործիքակազմի փորձի փոխանակման կարիք ունի Հայաստանը, նշում է ԱԺ փոխնախագահը։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ, օրինակ Եվրամիությունից, ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել, որ իրենք այդպիսի բան ասեն։